Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, հիմա ավելացնեմ Իրանի քաղաքացիներ և կոնկրետ պարսիկ բարեկամներ և նաև աշխարհասփյուռ հայություն նրանք, ովքեր Հայաստանի Հանրապետության թև ու թիկունք են կանգնած և ոչ նրանք, ովքեր Մոսկվայի թելադրանքով քայքայում են պետականության հիմքերը և գրոհում հայության սրբությունների վրա, դա նկատի ունեմ եկեղեցին, այո, Հայաստանի մաֆիան, որի պարագլուխներին դուք ուրվագծեցիք, կաթողիկոս, այս պարագայի մասին է խոսքը, առաջին նախագահ, երկրորդ նախագահ, երրորդ նախագահ, վսեմաշուկ նախագահներ, երևի մի քանի նախագահ էլ Բաքվից, որոնք կատաղի գրոհ են տալիս հայաստանյաց առաքելական եկեղեցու վրա և չեն ուզում ուրեմն իրենց դուքանի վերածած կառավարման հիմնարկները կարգի բերել, բայց դա ուրեմն այդպես չի մնալու, բայց հիմա կոնկրետանանք այն նպատակի վրա, որի համար մեր շրջայցը այսօր դուրս է եկել, ինչպես որ ես ձեզ խոստացել էի Չաբարի նավահանգստից, ուրեմն այստեղից տասնյակ հազարավոր կիլոմետրեր հեռու Հնդկական օվկիանոս, Օմանի ծովախորշ, Չաբար նավահանգիստ քաղաք, ուրեմն սա այն ճանապարհն է, որի մասին ես խոսում էի, ուրեմն այդ ճանապարհը սկիզբ է առնում Հնդկական օվկիանոսի այդ, ուրեմն կարող եմ ասել, շատ լավ վերակառուցվող քաղաքից, որտեղից մինչև Սևծով, ուրեմն Եվրոպա, Ռուսաստան ձգվում է այդ ճանապարհը և ահա այդ ճանապարհի հյուսիս-հարավ կոչվող մեր պարագայում ճանապարհի ուրեմն ուջանի հատվածում ենք Աշտարակի նախկին շրջանի կամ Արագածոտնի մարզի այս տեղանքից։ Ճանապարհը ես ձեզ ասել էի, որ կառուցվում է ինտենսիվ և այդ ճանապարհը շատ արդյունավետ է լինելու։ Իհարկե խոսքը այն մասին չի, որ մենք կապանում երևի թե կլինեմ ես այս շաբաթվա մեջ կամ ուրեմն կիրակի օր գալիք անպայման, այնտեղ ամենապատասխանատու թունելային շինարարության և այլնի մասին կասեմ։ Հիմա այսպես, ուրեմն կրկնեմ, սա Չաբարի նավահանգիստ, ուրեմն Թեհրան, Թավրիզ, Ագարակով դեպի Կապան, Կապանով դեպի Երևան, Երևանով Գյումրի կամ իրական իմաստով Կումայրի և այնտեղից դեպի Աշոտսկ և Բագրատաշեն Երևանից ձգվող ճանապարհն է, միջազգային այն մայրուղին, որին ես անվանել եմ և կարծում եմ, որ դա 100% է, որի մասին խոսել եմ մի 7 օր ուղիղ իմաստով, ուղղակի 7 օր Իրանի տարբեր ուրեմն կարգի պաշտոնյաների, պատասխանատուների հետ, սա Հայաստանի հարավային սահմանների Չաբարն եմ այդպես անվանել, մայրուղին է։ Եթե մենք որպես ազգ ու ժողովուրդ ամբաղ-զամբաղ ուրեմն զբաղվենք Ռուսաստանի տակ, մեռնող Ռուսաստանի լեշի տակ մնալու այդ անիրական ռսաստրուկների երազի մասին, ուրեմն մենք ոչինչ չենք կարող անել, բայց եթե մենք կառուցելու ենք ազատ, անկախ և վստահաբար հետո վերականգնվող նաև տարածքով Հայաստանի մասին, Հայաստանի այս ողնաշարը անպայմանորեն պիտի աշխատի, արդյունավետ լինի և նման բաներ։ Տեսեք ինչ կա հարցը։ Ես չգիտեմ Հայաստանի իշխանությունները այս մայրուղու վերջնական միջազգային ստանդարտով կառուցման ավարտը երբ են նախատեսել, բայց ակնհայտ է, որ սա կառուցվում է, դրա համար մենք եկել ենք ուղղակի կառուցվող տեղամաս, որը ընթացքի մեջ է, որի մեջ համոզվեն նաև մեր պարսիկ բարեկամներ, Իրանի քաղաքացիներ, ինչու՞ չի, իշխանություններ, որոնց ներկայացուցիչների հետ ես զանազան խոսակցություններ եմ ունեցել, նաև վերլուծական ծառայությունների պատասխանատուներ, ուրեմն վերլուծողներ և այլն, ուրեմն Եվ այսպես, այս ճանապարհը գործում է երկու ուղղությամբ, Եվրոպա, Ուկրաինա, իսկ վստահ եղեք, որ Ուկրաինայի հաղթանակից հետո
Ուկրաինան վերածվելու է շին հրապարակի, ուրեմն Ռուսաստան ինչ-որ մասով, եթե նամենա, այս ապրանքահոսքը ուրեմն սկսվում է Եվրոպայով, Բաթումի կամ Փոթի նավահանգիստներով դեպի Հայաստան այս ճանապարհ, եւ այսպես կամ Թիֆլիսով, Բագրատաշենով Երևան, եւ այս շարունակվում է մինչեւ իրանական սահման, որից այն կողմ, ասեցի, ճանապարհը ցկվում է մինչև Չաբար նավահանգիստ։ Եվ սա չզարմանաք, երկու ծովեր կամ օվկիանոսը ծովին միացնող իսկական մայրուղի է, Հնդկական օվկիանոսը հանձին Օմանի ուրեմն ծովախորշի, որի վրա կառուցված է Չաբարի նավահանգիստը եւ կառուցվում է, Չաբար քաղաքը շատ արագ տեմպերով կառուցվում է, իսկ իրանական ճանապարհների մասին եթե իրազեկեք ասեմ, որ առաջին կարգի մայրուղիները բոլոր ուղղություններով ձգվում են եւ այս ճանապարհը իրանական հատվածով առաջին կարգի որպես ճանապարհ ձգվում է մինչեւ Թեհրանով, Զանգելանով, ուրեմն դեպի Չաբար նավահանգիստ եւ այսպես, ուրեմն եւ հակառակը, ուրեմն Հնդկական օվկիանոսից հանձին Օմարի ուրեմն ծովախորշի մինչև Սև ծով, ահա այն կարճ մայրուղին, որը Հայաստանը դուրս է բերում իր կարելի ասել տարավոր մեկուսացումից։ Սա մեր պարագայում։ Երկրորդ պարագան ինքնին շահագրգիռ իմաստով իմ կարծիքով Իրանի հարցի լուծումն է։ Դուք պիտի իմանաք, որ Իրանը ունի իհարկե Եվրոպայի հետ լայն հաղորդակցություն, Իրանը 1.6 միլիոնից ավելի տարածք ունի, 85-ից 90 միլիոն ազգաբնակչությամբ, գումարած դրան արդյունաբերություն, գյուղատնտեսություն, հատկապես արդյունաբերություն, մեքենաշինություն եւ այլն, որտեղ մարդիկ գիտեն Իրանը որպես նավթի վերամշակման կամ գազի արտահանման երկիր։ Ուրեմն այդ ճանապարհը միայն այսօր իսկական գործողը Բաքվով է անցնում եւ դա Բաքվի ձեռքին լավագույն խոչընդոտ է Իրանի քաղաքականության եւ կյանքի վրա ազդելու համար, այսինքն կարող եք ասել բանչուկիզմը գործողության մեջ ընդդեմ Իրանի։ Ես մեր բոլոր հանդիպումներին Իրանի մեր գոլեգաների հետ ասում էի, որ Հայաստանը ձեզ տրամադրում է ալտերնատիվ, այլընտրանք, իսկ գիտեք կյանքում ամեն ինչի ուրեմն հաջողության գրավական հատկապես պետություններում այլընտրանքներ են, որը եւ շահավետ է եւ բարեկամական է եւ ձեզ ազատում է ադրբեջանական շանտաժից։ Կարծում եմ ժամանակի մեջ այս ըմբռնումը կլինի եւ մենք կաշխատենք այս ուղղությամբ մի օր սա կգործի ոչ միայն կառուցվող ճանապարհ, փոքր երթևեկության ծավալներով, այլ հսկայական բեռնատար մեքենաների ուղղակի հոսքը երկուստեք կկազմակերպվի, որտեղ ճանապարհն այդ չափերով է կառուցվում եւ այսպես ուրեմն մենք կունենանք դա։ Դուք երբ ասում եմ չհամարեք այս միտքը ֆանտաստիկ, որտեղ կներեք էլի տափակ ուղեղներ կան, երբ նոր բան են լսում, միանգամից ընդվզում են, կա նաեւ գործակալական ցանց, ռուսական եւ մաֆիոզ գործակալական ցանց, որոնք դեմ են չեն ուզենա Հայաստանը դուրս բերել միջազգային ուրեմն հաղորդակցության լայն մայրուղի։ Իսկ դա լինելու է եւ անկասկած է լինելու։ Դուք դրան Չաբարի պարագայում գումարեք հսկա Հնդկաստանը, որը Հայաստանի բարեկամ եւ նրա հետ մերձեցող բացառիկ երկրներից մեկն է, իր գրեթե 1.5 միլիարդ ազգաբնակչությամբ եւ տնտեսության առումով աշխարհի երրորդ տնտեսությամբ ընդ որում գիտության եւ տեխնոլոգիաների առաջավոր ճյուղերի պարագայով։ Չեմ ուզում ավելացնեմ այս մասը, դուք Հնդկաստանի զենքի մատակարարումների մասին ուրեմն բարբերաբար լսում եք, իսկ այդ զենքը առաջնակարգ զենք է եւ բարձր է, որ Հնդկաստանը արևելքի կամ ավելի շուտ կենտրոնական Ասիայի իրական հսկայական աջող գիգանտն է։ Ուրեմն դրա ապրանքահոսք այս ճանապարհով կարող է Սևծով միջին Եվրոպա եւ այլն անցնել եւ կանցնի անպայման, որտեղ
Հնդկաստանին եւս ցերընտու է հայկական այլընտրանքից օգտվելու հարզե, որովհետև Ադրբեջանը Պակիստանի բարեկամ եղբայր երկիրն է եւ նրա գործիքակազմ Անդրկովկասում։ Գումարեք դրան շատ արագ աճող Մալայզիան, ուրեմն չզարմանաք, Վիետնամը, որ աննախադեպ թափի աճ ունի, էլ չեմ ասում Թայվան եւ այլն ինչ-որ չափով, եւ ընդհանրապես Ինդոնեզիա եւ Ավստրալիա։ Սա ֆանտաստիկ բան չի, կամ այնպիսի ֆանտազիա է, ինչպիսին ասենք, այսպես դեզերագնացներ 200 տարի առաջ։ Ֆանտազիա կասեին, եթե ասեին, որ մարդը ուրեմն կարող է լինել դեզերքում, իսկ հիմա դա այնպիսի մի բան է, որ Իլոն Մասկը կարող է գնա, ուրեմն լուսնի վրա լողա, հետո հետ կա, եթե ջուր ճարի։ Ուրեմն այսպես, չերկարացնեմ, ահա սա կառուցվում է եւ մեր առաջարկն է Հայաստանի իշխանություններին աշխատել այս նախագծի ուղղությամբ, որը բառացիորեն Հայաստանի քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության նախագիծն է, որը բացառապես բխում է Հայաստանի Հանրապետության անվտանգության եւ զարգացման շահերից, բխում է նաեւ Իրանի Իսլամական Հանրապետության բնական զարգացման շահերից։ Եվ կարծում եմ, որ մեր ուրեմն բացատրական աշխատանքի պարագայով մենք կունենանք շատ հնարավորություններ, որպեսզի այդ նախագիծը կյանքի կոչվի։ Ասեմ ինչն է հարցը։ Ես վստահ եմ մի բանի մեջ, ինչու Իրանը այս ճանապարհով, եթե չէ Բանդար Աբբաս կամ Ադրբեջան եւ այլն։ Պիտի հաշվի առնել հետեւյալ բանը, որ ես նաեւ իմ իրանցի գործընկերներին եմ ասում, նաեւ նրանց պատասխանատուներին պետության, որոնք պատասխանատու են իրական իմաստով Իրանի ճակատագրի համար, ապագայի համար։ Սիրիայում Իրանի ուրեմն պարտությունից եւ ռուսների կողմից Իրանի քծվածության պատճառով ուրեմն Իրանը տեղափոխվում է կենտրոնական, ես նկատի ունեմ գեոպոլիտիկական, բնական տեղափոխումը դեպի ուրեմն միջին, այսպես ասենք, Ասիա, մեր առումով, մեր հասկացածով, Այստրկովկաս եւ այլն։ Իսկ մեզ դա պարտավորեցնում է նաեւ երկու բարակա կա, որ այս երկու պետությունների վիճակները արմատապես փոխվել են, ուրեմն երկրորդ մասն այն է, որ Հայաստանը 44 օրյա պատերազմի պարտությունից հետո պարտավոր է վերականգնվել որպես ազատ, որպես անկախ ուժեղ պետություն, իսկ առանց ողնաշարի եւ առանց ճանապարհների նման պետություն չի կարող լինել։ Ասեմ նաեւ հետեւյալը, որ այստեղ հեռավոր իմաստով խորքի մեջ կա նաեւ թուրքական գործոնը։ Սիրիայի պարտությունից հետո Սիրիայում Իրանի եւ ուրեմն Թուրքիայի միջև բալանսը հզորությունների խախտվել է հօգուտ Թուրքիայի։ Դա պիտի պարտավորեցնի, որպեսզի Իրանը շարժվի դեպի Հայաստանի ուղղությամբ, հասկանալով մի բան, որ Իրանի Իսլամական Հանրապետությանը անկախ ռեժիմի բնույթից, քաշից, բոյից, բացառապես անկախ եւ ուժեղ Հայաստանն է ձեռնտու եւ ոչ թույլ եւ ոչ կախյալ Հայաստանը, որտեղ չեն լինի ընդհանրապես օտարերկրյա ռազմական կայաններ եւ նման բաներ։ Իհարկե համագործակցություն լինելու է։ Դա այն հավասարակշռության խախտումն է, որ ժամանակին Օսմանյան պետության եւ Իրանի պետության մեջ առաջացել էր 1639 թվականին։ Այդ բալանսը խախտվել է։ Ես համոզված եմ, որ Իրանի Իսլամական Հանրապետության առաջին հերթին գիտական, հետազոտական կենտրոնների մեր գոլեգաները այս ասվածը կիմաստավորեն, կհասկանան խնդրի էությունը եւ մենք կունենանք մի համագործակցություն, որը երևի մոդելային կլինի ստրատեգիական շահերի համատեղման իմաստով երկրպետությունների համար, իսկ քաղաքակրթական առումով կշարունակվի հայկական եւ իրանական քաղաքակրթությունների մոդելային փոխհամագործակցությունը, որը բացառիկ է համաշխարհային պատմության մեջ։ Ստեսություն ձեզ, ես կշարունակեմ տարբեր ձևերով բարեկամներ այս նախագծի մասին, որ մեր կուսակցության նախագիծն է ներկայացնել, ասել
եւ դուք կլսեք անընդհատ փաստարկներ, բայց ինչ եմ առաջարկում հայությանը, նրանց, ովքեր Հայաստանի պետականությունը դիտում են իրենց պարտականություն եւ ոչ նրանք, ովքեր ռուսների թելադրանքով գրոհում են Հայաստանի պետականության դեմ եւ որոնք ժամանակի մեջ տեղավորվելու են պատմության աղբահորերում։ Ինչ եմ ուզում ասել, այս նախագիծը հատկապես Ամերիկայություն, Ֆրանսիայություն, Իրանի հայություն եւ այլն կարող են դիտել Հայաստանի զարգացման հեռանկարային գլխավոր նախագծերից մեկը եւ քարոզչական աշխատանքն են լոբիստական իրենց ապրած երկրներում։ Դրանով ոչ միայն Հայաստանին օգուտ կտան, այլ նաեւ իրենք այդ երկրներում կներկայանան վերակազմակերպվող, վերազինվող պետականության ուրեմն գրող ժողովուրդ, դա բոլորովին այլ է, քան ցեղասպանության այդ ուրեմն արշավը, որի արդյունքները դուք գիտեք ինչպիսին են։ Ստեսություն ձեզ, ստեսություն Չաբարում հանդիպած իմ բարեկամ ասեմ, նրանց, ովքեր 2 օր առաջ ուղղակի ես այնտեղ էի, նաև ինձ ուղեկցող, ինձ համար հնարավորություն ստեղծող ուրեմն բոլոր նրանց, որոնք Թեհրանում չզլացան եւ հազարավոր կիլոմետր աշխատանք կազմակերպեցին, որ մենք միասին տեսնենք Չաբարը, գնահատենք եւ կարողանանք այստեղից հավաստիացումներ գործնական իմաստով ներկայացնենք իրենց։ Հաջողություն ձեզ, հաջողություն հարավ-հյուսիս ուրեմն այսպես նախագծին եւ այսպես ժողովուրդ ջան, հայերի համար եմ ասում, պիտի գիտակցել մի բան, որ յուրաքանչյուր պետության դարբասներ բացում կամ փակում է տվյալ ժողովուրդը։ Ուրեմն մենք պիտի բացենք մեր պետության դարբասները եւ մենք մեր զենքով, մեր զորքով եւ մեր վերահսկողական ծառայությունով։ Հաջողություն, կարծում եմ, որ շատերդ կմիանաք մեզ, կօգնեք այս աշխատանքում, իսկ ես ակնկալում եմ, որ Հնդկաստանի իշխանությունները կամ հասկան ուրեմն ինստիտուտները կստեղծեն հնարավորություն աշնանը լինել Հնդկաստանում նույն խնդրի վերաբերյալ զրուցել հնդիկ բարեկամների հետ եւ դա կլինի արդեն հայ-իրանա-հնդկական նախագիծ, այսպես ուրեմն հաջողություն ձեզ, գուցե եւ դրան մի օր կմիանան նաեւ վրացիները, բայց նրանց հետ առանձնապես խնդիր չկա։ Ստեսություն ձեզ։